19-րդ դարի ամբողջ ընթացքում եւ 20-րդ դարի սկզբում հայերեն խոսելու համար հալածակներից չխուսափեցին նաեւ կրոնախոհ համշենցիները։ Անգամ իսլամացում նրանց չէր գրկում ֆիզիկական ոչնչացումից։ Քանի դեռ նրանք շարունակում էին խոսել հայերեն, համարվում էին ամուսնացած տար եւ մշտապես գտնվում էին արտահայտություն տակ։ Ինչպես վկայում է Միջին Ասիայում բնակվող արտոյալ համերական համշենցիների դուրսու Ղարաբաղում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր ազգականները ցանկանալով հեռու մնալ արտադրողներից ընտանիքով որոշում են մեկնել օտանուտորից, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը նրանց ողջ ընտանիքը ողջում են եւ ներում տոկը։ Պատմողը վկայում է, թե այդ ժամանակ նա փոքր էր, բայց ինքն ու իր հասակակի երեխաները շատ լավ հասկանում են, որ հայերեն խոսելը վտանգավոր է, սակայն այլ չգիտեն։ Նման ճնշումների արդյունքում հայերենի հաշվին մեծ չափով տարածում գտավ թրքավորությունը։ Թեև Թուրքիայում մնացած համշենահայությունը սկզբնական շրջանում արել է ստեղծությունների մամեդականությունը, ցավոք ժամանակը, ինչպես նաև միջավայրը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական հետևողական զինված քաղաքականությունը, բացի եւ գանազան հալածակների մթնոլորտը կատարել են իրենց եւ այդուհանդերձ մի մասի հայկական ինքնություն արտահայտում է ընդամենը գենետիկական ծագման մասին հիշողությամբ եւ մշակութային որոշ շերտերի պահպանմամբ։ Հատկապես լեզուն ազգային ինքնագիտակցության ներևս առաջին գործոնն է, որի դեպքում ոչնչացումը աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ տվյալ էթնոսի համար։ Մի հանգամանք ուշադրագիտակցում էին թուրքական քաղաքական շրջանակները։ Գերմանացի հեղինակները գրում է, որ մշտապես կա ինքնությունը օտարին պաշտպանելու կարիք եւ անհրաժեշտություն։ Գերմանաբնակ համշենցի Ադիե Ալթը նկատում է, որ լեզվական ասիմիլյացիայի արդյունքում համշենցիները ոչ միայն հրաժարվում են հայերենից, այլև նշում են իրենց հայկական արմատները, կրոնը եւ ինքնությունը։ Ըստ ալթի այս առումով ուժել են հատկապես արևմտյան կամքուն համշենցիները։ Դուր համշենցի գավառում, այն գրքում է Թուրքիայի նահանգի Չամլեշին եւ Հադրախեշին գավառակները, ապրող բաշխ համշենցիները արդեն թուրքախոս են։ Սակայն պահպանել են հայկական որոշ տեսեր եւ ավանդություններ, կենտրոնային սովորություններ, երգեր բարեր, շարունակում են գործածել հայերեն բազմաթիվ բարեր։ Հոլանդացի լեզվական լեքսիկը բարձրաբաշխ համշենցիների գործածական ցուցակներում գրի արել բազմաթիվ հայերեն բարեր։ Կարող եմ քարտորինակ վերել ինչպես բարավ, բարավ, աղբեր, եղբայր, թելխաշ, թելխաշ, փեյթուր, թրթուր, քերենդի, գիրակդի, քենթած, գարթած, հարավ բառն է պահպանել, ակոս, ակոս, գոշտ, գոշտ։ Պահպանված են նաև մի շարք հայկական տեղանուններ, ամուշտեղ, էնտիփոս, տանտիփոս, գետմեջ, փարակջուր, արտաշեն եւ այլն։ Ազգանուններից նույնպես կան այստեղ պահպանված ապրել, ավետիք, առաքել, մարգար, ներդեսի օգի, որը մանդեսի բառերն է։ Բաշխ համշենցիների հարևան լատերը կոչվում են արմենի։ Ավելի տարածված այսպես կոչված պաշտոնական դիմենացիվը հարտակող հայրն է։ Նրանք հայտնի են որպես լավագույն գուշակագործներ եւ հասկացներ։ Եթե այսօր կրոնախոհ բաշխ համշենցիները պահպանելով բազմաթիվ հայերեն բառեր, այնուհանդերձ մոռացել են հայերենը, մեծ մասն էլ մերժում էին հայկական ծագումը, ապա խոհային գավառի համշենցիները կամ ինչպես ասում են արևելյան համշենցիները, չնայած ճնշումներին եւ հալածանքներին, մեծավ մասամբ խոսում են համշենի բարբառով, օգտակարի հրահատություններով, ինչը նրանց թուրքական միջավայրում առանձին էթնիկ միավոր զգալու եւ հաջող իրենց հայկական ծագման մասին հիշողության խթանիչն է։ Ժամանակի ընթացքում խոհային համշենցիների բարբառում ըստ այսօր Տեր Վարդանյանի վկայությամբ, որը կոչվում է համշերձնակ կամ հուշերձնակ, ներմուծվել են թուրքերեն բառեր, բառերը թուրքերենից գրել են, բառերը թուրքերենից գրել են նաև միջնական ազդեցություններ։ Խոհային համշենցիների բուն ծննդավայրով եւ կոնտակտական լեզվով է պայմանավորված նաև նրանց ինքնանվանումը, հուշերձի։ Թերևս տեղական բարբառով կարելի է պայմանավորել այն, երբ համշենցիների շրջանակում նրանց հայր լինելու մասին քննարկումներ են լինում, արևելյան համշենցիները, բաշխ համշենցիները ասում են, որ ոչ թե իրենք են, այլ խոհային համշենցիներն են հայր։ Համշենցիների ծագման եւ ինքնության մասին հետաքրքիր հրապարակումներ եղան նաև թուրքական ռադիկալ թերթում։ Հեմշինցիները հայեր են խոստացում, թե թուրք եղանակը գրում է, որ Խոհ Քեմալ Փաշայի կողմերում ապրողները իրենց ճանաչում են որպես հոմշերձի, նրանց լեզուն հայերենն է, նրանք խոսում են նաև թուրքերենով։ Շրջանի բնակիչները ինչքան են պնդել, որ խոսում են հեմշիներեն, իրականում այնպիսի լեզու չկա։ Եվ եզրահանգում, որ
որքան են ներկայումս հեմշինցիները իրենք իբրև հայ չեն ճանաչում, այլ լեզվով, որով խոսում են հայերեն կամ հայերենի մի բարբառ։ Ցավոք նրանց խոսվածները դեռևս համալի կերպով ուսումնասիրված չէ։ Այնուամենայնիվ այդ բարբառով բանաստեղծական որոշ բուհեր հրապարակվել են։ Այսօր Հաշենի բարբառով շարունակում են խոսել սեկտորի հյուսիսային ափերում, նաև տարբեր երկրներում սփռված հաշելահայերի զգալի մասը, ինչպես նաև Արցախի նահանգի մեջ մտնող Խոպա և Բոչկա գավառներում և հարակից գյուղերում ապրող մամեդականացված հաշենահայերի մերօրյա ծերունիները։ Թուրքական իշխանությունները չկարողանալով Արցախի նահանգի մամեդական հաշենցիներից վերջնականապես արմատախիլ անել հայախոսությունը, պաշտոնական պարտավորության միջոցով ոչ միայն կճճում և աղավաղում է Հաշենի պատմությունը, հաշենցիների դասնաբանությունը, այլև հայտնի կեղծարար տապալումի միջոցով հայտարարում, որ հաշենցիները բացի թուրքերենից ուրիշ լեզու չեն իմացել, իսկ նրանց թուրքերենն է հին օղուզի կամ սակաթերի բարբառն է։ Մեկ այս կեղծարար քրդողում դժվարորեն ընդունելով Խոպայի հաշենցիների լեզվի հայկական բարբառ լինելը, այն գրողների ծագման և ինքնության մասին առաջարկում է, որ հինովի իր տեսությունները, որոնք հաշենցիների շրջանում ցավոք մեծ հարաժանացություն են ձեռք բերել։ Քրդողի մշակումները դարձել են հաշենցիների ինքնության անբաժանելի մասը։ Շատերն այնքան են հեռացել հայկական աշխարհներից, որ իրենք համարում են օղուզական կամ բալխարական կամ աղադական ծրերի սերունդ կամ էլ Միջին Ասիայից և Խորասանից եկած մի ժողովուրդ։ Ինչպես վկայում է ծագումով հաշենցի ալտը, հաշենցիներն իրենց վերագրում են ամեն տեսակի ծագում, բայց ոչ անգամ շակերտների մեջ մամեդական հայ և միայն հատուկետ հաշենցիներ են գիտակցում այս տարբերությունները։ Ալտը ավելացնում է նաև, որ այսօր ըստ էության գրեթե չկա հռոմեացված մամեդականացված որևէ հաշենցի, որ իրեն հայ է ճանաչում, և գրում է պատմական իրականությունը բացառելու, մշտական լրությամբ և իրենց ծագումը մերժելու հանգամանքը անշուշտ վկայում է, որ հաշենցիների մոտ նկատվում է ինքնագիտակցության և ինքնության կորուստ։ Այժմ ես կանցնեմ նրանց երկերին։ Այնուհանդերձ, իրենց Հոմշեքթի անվանող հայախոս մամեդականների մերօրյա ծերունիները վերջին քանի տարիներին տեղական արմատների որոնման հետաքրքիր դրսևորումներ ունեցան։ Նրանց բարբառով ցույց արին նկարահանվեց Մոմի ֆիլմը, թողարկվեցին նաև Հաշենի բարբառով երկերի 2-3 խտաշկավառակներ։ Հատկապես արժեքավոր է 2005 թվականի Թուրքիայի հաշենցիների նախաձեռնությամբ թողարկված Վովա, որը ով է, Հաշենցու խաղ հեմշին էլիտերի երկերի սկավառակը։ Նրանցից հրապարակված գրքույկում համառոտաբար ներկայացված է Հաշենի և հաշենցիների պատմության երկու տարբերակ, նրանց հայկական ծագումը հավաստող և թուրքական որինված բարական տեղեկացնող։ Նշեմ, որ տեքստերն երկերը վերականգնել եմ թարգմանելով ժամանակակից հայերենի և թարգմանության ընթացքում մի շարք բարբառային բառերի ճշտումների և արժեքավոր գործերի համար շնորհակալություն եմ հայտնում ձայն հաշենական գրքի գլխավոր խմբակից Սերգեյ Վարդանյանի, որը այսօր այստեղ է։